Դե շատ վատ է դա։ Եվ Շատ վատ է։ Այդպես է նայել Ռոբերտ Քոչարյանը իր PR-ի, հիմա էլ է այդպես, հիմա էլ։ Այսպես տեսեք, բարեգործի հետ կապված։ Մենք ասում ենք, որ սա շատ դրական է, երբ ինքը առանց ցուցամոլության, առանց ցուցադրելու անում է, բայց եթե պետությունն է անում, իշխանություններն է անում, այդ ժողովուրդը պիտի տեսնի շոշափի զգա։ Չէ, իդեպ տեսակ Տիկին Աչաջան, դուք էլ գնահատական տվեցիք, որ շատ բարձր արժանիք է, երբ որ մարդը տես բարեգործություն եմ եւ չի ցուցադրում, բայց միևնույն է բարեգործի, սրանք տարբեր ստատուսներ։ Բայց դա է պիտի ներկայացնեմ, ես կարծում եմ նույն Սամվել Կարապետյանի արածը պիտի ամեն օր, օրինակ, ես կարծում եմ, որ մի հատ ցուցակ կազմեն, թե ինչ է արել ինքը 30 տարի շարունակ, ցուցակին վերջ չկա։ Օրինակ ցուցակին, չգիտեմ, քանի հազար ուսանողի, քանի հազար դպրոց, մի քիչ ուշ է, պիտի թափով անեն, արագ անեն։ Գիտեք ինչ, ասեմ ձեզ, արդեն արվում է, մարդիկ արդեն տեսնում են, եւ հիմա դա արդեն պետք է, որովհետեւ ինքը արդեն կապվում է պետության, պետական քաղաքականության հետ։ Իսկ Ռոբերտ Քոչարյանի նաեւ Սերժ Սարգսյանի ժամանակ բազմաթիվ դրական բաներ են արվել։ Իհարկե։ Բազմաթիվ, բայց մի տեսակ այդ խայտարակ PR-ը, որ վատ է աշխատել, հակում էր քարոզչությունը։ Հակաքարոզչություն ըստ էության չի եղել։ Պետք չէր հակաքարոզչություն։ Ռոբերտ Քոչարյանի պարագայում ընդամենը պետք էր ցույց տալ այն ինչ որ արվել է։ Այն ընդամենը եթե ցույց տան, այս մարդը ինչ է արել։ Բոլոր դեպքերում սահմաններ դնել այդ քարոզչության, այդ սև քարոզչության դեմ պետք էր սահմաններ։ Հիմա տեսեք, մի օրինակ եմ բերում եւ հատուկ ուզում եմ, հիմա հատուկ ուզում եմ դիմել Ռոբերտ Քոչարյանի թիմին կամ ովքեր որ PR-ով զբաղվում են։ Բոլորս գիտենք, չէ, որ ֆիզիկապես ինչ առողջ եւ պատրաստված անձ է Ռոբերտ Քոչարյանը, գիտենք։ Որևէ մեկը կասկածում է իր աշխատասիրությանը։ Ոչ մեկ, չէ՞, գիտեք ինչ էներգիայով ինչպես։ Եվ մնացած բոլոր հատկանիշներով հանդերձ պետական գործիչին անհրաժեշտ։ Ահա, հիմա ես զուգահեռում եմ, տեսեք, Թրամփի կերպարը շատ ավելի տարիքով մեծ 80-ին մոտ, ինչ էին խոսում իր կողքը գտնվող Խակեր Կարլսոնը եւ Իլոն Մասկը, որ մասնակցում էին այդ քարոզարշավին։ Ուրեմն ասում են մենք մի նահանգում քարոզարշավի մեջ ենք 3 ժամ է ձգվում դա։ Դուք հասկանում եք ինչ ծանր բան է, հազարավոր մարդիկ հավաքված են, ինչ կազմակերպչական բան, այնտեղ ելույթ ունի, եւս 10 ելույթ պիտի լսի, հետո սկզբում է խոսում, վերջում է խոսում, արձագանքում է Թրամփը, որից հետո սա Խակեր Կարլսոնն է ասում է գնում ենք, ես էլ ուղեկցում եմ իրեն։ Գնում ենք միտեղ եւ այնտեղ ոդքասթ պիտի լինի, նախատեսված է ժամ ու կես, 2 ժամ մաքսիմում, ասում է ձգվում է 3.5 ժամ։ Թրամփը դեռ շարունակում է խոսել, ասում է, ես էլի կարող եմ խոսել, ուղղակի այնտեղից ասում են, ես էներգիայի մասին եմ խոսում եւ ոնց է այդ ամեն ինչը կազմակերպվում։ Ասում է դա ավարտվել է։ Մենք մեր վրա արդեն, մենք հոգնած ենք, չնայած իրենց ասում է 20 տարի երիտասարդ ենք, դրանից հետո նախատեսում եմ մեկ այլ նահանգում հանդիպում, ընդ որում ասում է ժամուկես պիտի թռիչք լինի։ Ժամուկես թռիչքից հետո ասում է կանգնում է նույն առույգությամբ, նույն էներգիայով խոսում է եւ 3 ժամ, ավելին ասում է 3 ժամն ավարտվել է, բաժանվում ենք, ճաշում ենք, ինքը գնում է տուն, ասում է 3 ժամ հետո գիշերը 3-ն է, առույգ նստած զանգահարում է ինչ է կանում այս պլանները, այս ծրագրերը, որից ասում է դրանից առաջ էլ, ասում է 20 հոգանոց իր նեղ խմբում ինքը 1.5 ժամանոց ժողով է անցկացրել։ Ես կարծում եմ, որ նման էներգիա նաև ունի Ռոբերտ Քոչարյանը, բայց ինչ ենք տեսնում, շաբաթը մեկ անգամ ինչ որ մի հանդիպում, շաբաթը մեկ անգամ ինչ որ մի բան, ես կարծում եմ, որ ինքը պատրաստ է դրան, հիմա այս թիմը պիտի էսենց վարքյաններով գծի, թե ինչ պիտի անի Ռոբերտ Քոչարյանը, որ վարքյանն է ստեղ, որ ժամին է ստեղ, որ ժամին ինքը հաստատ հասցնող, ինքը հաստատ կարող է, ինքը նախ 1000 ու մի բան ունի ասելու, ծրագիր ունի ապագայի հետ կապված, 1000 ու մի բան ունի ասելու, թե ինչ է արել, եւ կամ ինքը չի ասում, մյուսները անեն։ Այնպես որ այս իմաստով պիտի շատ ավելի էներգիա թափեն եւ շատ ավելի կազմակերպված եւ ամբողջ լրահոսը լսեն։ Հակառակ դեպքում մենք ստիպված ենք լինելու այս բոնժի, ներողություն եմ խնդրում բառից համար, որովհետեւ այդ մեր խոսույթ այդ բոնժ բառը ինքը բերեց, ինչպես տեսնում ենք, Նիկոլը բերեց։ Այո, ինքը եւ իրան այդպեսին են, այո, եւ մի շարք այլ տիպի նմանատիպ հայտարարություններ եւ արտահայտություններ։ Մենք ստիպված ենք լինելու հետեւել դրան, ինքը լրահոսը լցնում է դրանով։ Ինչու եք ազատ թողնում, ինչու եք պարապ թողնում։ Այնպես չի, առանց այդ էլ վաղուց ուշացել եք։ Այնպես չի, որ հասցնելու եք։ Արչևում ընդամենը 1 ամիսում ինչ որ կարճ ժամանակ է մնացել, շատ ուշացած վիճակ է, պիտի շատ ակտիվ աշխատել, որ ասում եմ հատկապես, որ ձեր առաջնորդը իզորու է դա տանելու։